Կարմիր Սարի հանրային լսումների քննարկման ժամանակ ձեր հորեղբայրը ակնհայտ միջամտում էր, որ հանքի շահագործումը կատարվի եւ դանիացի ներդրողներին ասում էր գնացեք ձեր դանիաները, այստեղ մի եկեք։ Դուք ինչպես եք վերաբերվում ձեր հորեղբոր նման վարքագծին, երբ նա պետք է պարզապես հանրային լսումները վարողի պարտականությունները կատարեր։ Ես կարծում եմ, որ նախ բացի իմ հորեղբայրը լինելուց զբաղեցնում է պաշտոն եւ կարծում եմ այս հարցերը պետք է իրեն ուղղվեն, բայց այն աշխատանքը, որը ինքը իրականացնում է, ես վստահեցնում եմ, որ բարձր մակարդակով է իրականացնում, որովհետեւ եթե սկսել եք ուսումնասիրել իմ հորեղբոր աշխատանքը, ապա պետք է նաև նկատեք, որ գիտությունների թեկնածու է, դոցենտ է եւ իր աշխատանքը փայլուն իրականացնում է։ Դու կարաս գնաս քո Դանիայի մեկ ամեն ինչ անես։ Իսկ ինչ վերաբերվում է հանրային լսումներին, ես վստահ եմ, որ այդ հանրային լսումների ժամանակ ոչ միայն այդ լսումներին պարզապես եկել են շահագրգիռ կողմեր, որպիսի իրենց մտահոգությունը ներկայացնեն, օրինակ Կարմիր գրքյան, Կարմիր հիրիկի մասով Դանիայից վեր կենան գան այստեղ եւ Կարմիր հիրիկով մտահոգված իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։ Մտածում եք դա կարևոր չի։ Ես չեմ մտածում, ես այդ մասին հիմա ձեզ հետ խոսում եմ, որ Կարմիր հիրիկով մտահոգված դանիացի մեր հայրենակիցը վերադարձել է եւ իր բողոքի ձայնն է բարձրացնում։ Սա կարծում եմ ձեր մոտ առնվազն լուրջ մտահոգության տեղիք կտա, որովհետեւ դուք առանձին ուրիշ դեպքերում, երբ որ չկա նույնիսկ նախապայման կամ դրվագ, դուք գտնում եք որևէ մի բան եւ փորձում այլ ֆոնի տակ ներկայացնել եւ ես հույս ունեմ, որ սա ձեր ուշադրության կենտրոնում կհայտնվի, դուք կգտնեք, խնդրում եմ, թույլ տվեք ավարտել։ Եվ դուք կգտնեք պատճառները, թե ինչի են գալիս մարդիկ, ովքեր շահագրգիռ կողմեր չեն կամ որևէ պատվերով են այստեղ հայտնված։ Իսկ ինչ վերաբերվում է այստեղ հանրային լսումներին, տվյալ հանրային լսումներին, ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ այդ հանրային լսումները առնվազն օրենքի տառին համապատասխան իրականացվում են, այլ թե ինչ պատվերներ կան, որ այդ հանրային լսումները բացասական եզրակացություն ստանան, այսա իսկապես հարց է եւ ես նաև համապատասխան մարմինների ուշադրությունը կհրավիրեմ այս հարցի վրա, թե ոնց է լինում, որ տարբեր մարդիկ գուցե կան պատվերներ, որ այդ պատվերների արդյունքում իրենք հայտնվում են օրինակ Գինևեթ համայնքում եւ այստեղ փորձում կարմիր գրքյան, կարմիր հիրիկով մտահոգվել։ Պարոն Բոքյան, ես հասկացա ձեր խոսքից, որ դուք ամեն դեպքում ձեր հորեղբորը այսպես ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ աջակցող եք։ Ոչ, ես որևէ մեկը ազգակցական խնդրում եմ թույլ տվեք ասել, որ ցանկացած մեկը ով իր աշխատանքը պատշաճ կիրականացնի, ապա իմ պատկերացմամբ նաև որպես ազգային ժողովի падգամավոր պետք է այո պաշտպանել այդ մարդու աշխատանքը։ Եվ այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքը պատշաճ չեն կատարում, որպես падգամավոր պետք է սրա մասին նաև խոսել, որպեսզի իրենք պատշաճ կատարեն իրենց աշխատանքը։ Հետևաբար այստեղ այդ պաշտոնում աշխատում է Բաքոյան Շամոն, ոչ թե իմ հորեղբայրը։ Ես չեմ նշանակել եւ դրա համար չի, որ իմ հորեղբայրը լինելու համար չի, որ այդտեղ աշխատում է։ Շատ լավ, բայց ձեր հորեղբայրը շատ կողմ էր այն հանքի արդյունահանմանը, որը հարցականի տակ դնելու ոչ միայն այն հիրիկը, որ ասացիք։ Այդտեղ կա բնապահպանական հարց, կա սողանքային հարցեր կան, որոնք գիտնականները նախապես ուսումնասիրել են, ասում եք ձեր հորեղբայրը գիտնական են, դրանք ուսումնասիրել էր, որ բղավում էր բարձրաձայն, գնա քո դանիաները, ձեռքով, ոտքով, սկզբունքով խոսում էր լսումների ժամանակ։ Դա լսումները վարողը չպետք է ցուցաբերի կողմնակալություն, իսկ ձեր հորեղբայրն ակնհայտ կողմնակալություններ ցուցաբերում։ Իմ պատկերացումները ձեր մասին, լրագրողի մասին,
շատ ավելի բարձր են։ Եվ ես չէի պատկերացնում, օրինակ, որ դուք ձեր խոսքի մեջ կարող եք ասել մի բան, որը իրականում այդտեղ տեղի չի ունեցել։ Ձայնագրությունները կան, տեսածայնը։ Ինչպես է խոսել, խնդրում եմ կասեք։ Ես սկզբունքն եմ ասում, հայտնի ձեռքով ոտքով սկզբունք։ Հասկանում եք, հիմա ձեռքով է խոսել, ամեն դեպքում բղավելով, նորմալ չի նաև այդ խոսույթը, Ինձ համար անթույլատրելի է, որ օրինակ լրագրողը կարող է ուռճացնել եւ նման մեջբերումներով խոսել։ Դու կարաս գնաս քո Դանիայի հետ ամեն ինչ արես։ Ես նաև շատ ուրախ եմ, որ հիմա լրագրողները, այդ թվում դուք, որոշել եք, որ այդտեղ կա խնդիր, եւ ուսումնասիրել եք, եւ վստահ եք, որ այդտեղ կա խնդիր, եւ հիմա շեշտադրում եք, որ այդտեղ կա խնդիր եւ դրա դեմ պայքարում են օրինակ բաժնի պետը։ Եվ թույլ տվեք իրականում հիմա պատասխանելուց ձեր հարցին ասել, որ ձեր հետ համաձայն չեմ, որովհետև կան համապատասխան մարմիններ, եթե անցնում է տվյալ դեպքում այդ հանրային լսումը, անցնում է մի քանի գերատեսչություններով, յուրաքանչյուր գերատեսչություն տալիս է իր մեկնաբանությունը, որովհետև այդ գերատեսչություններում, այդ նախարարություններում առնվազն համապատասխան մասնագետներ կան եւ այդ մասնագետները արձանագրում են արդյոք կա այդտեղ խնդիր թե ոչ եւ դրանից հետո մենք կարող ենք ասել այդտեղ կա խնդիր թե ոչ իսկ հիմա կարծում եմ որ ձեր պնդումները այն մասին որ այդտեղ խնդիր կա եւ կարմիր հիրիկից բացի այլ որևէ այլ բաներ կան թույլ տվեք չհամաձայնել ձեր հետ երբ որ կանցնի գերատեսչություններով եւ այստեղ կստանա համապատասխան գնահատական եւ կգա այդ ժամանակ կարծում եմ մենք դրա շուրջ կարող ենք հստակ խոսել կոնկրետ խոսել խնդրի մասին իսկ այսպես օրինակ ես կարող եմ ասել այդտեղ որևէ կարմիր գրքյան թիթեռ է բնակվում ես մի անգամ տեսել եմ այդ թիթեռը ինչքանով է դա հավաստի Ինչքանով է հավաստի են մարդկանց ներկայացրածը, ովքեր կողմնակալ մոտեցում ունեն տվյալ հանրային լսումների ժամանակ։ Բայց անկեղծ ասած, ես այդ հանրային լսումներին այսօր առավոտյան ծանոթացել եմ ձեր հոդվածից եւ խնդրում եմ, որ այս հատվածը չկտրեք եւ ձեզ փորձեմ ուղղել, որպեսզի դուք ձեր հոդվածում ուղղեք, այդտեղ ոչ թե 25 միլիոն դրամի ներդրում է արվում, այլ 25 միլիոն դոլարի ներդրում է արվում։ Եվ դուք հատուկ sense շեշտադրությամբ ընդգծել եք որ Պարոն Բաքոյանի եղբոր որդին ազգային ժողովում իրավունքները պաշտպանում, այո, պաշտպանում։